Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ է նա արել այս 7 տարվա ընթացքում։ Ըստ իս վերջին 7 տարիները առհասարակ Հայաստանի Հանրապետության համար ամենախորքային փոփոխությունների եւ փորձառությունների շրջանն էր, հատկապես անվտանգային առումով քաղաքացին այլևս ոչ մի երաշխիք չունի եւ այն մեխանիզմները, որոնք չակերտավոր ասած մշակվում են այդ երաշխիքները ապահովելու համար, մեղմ ասած անարդյունավետ են, հատկապես քաղաքացին իր կյանքի որակի վրա է դա զգում, սկսած տնտեսական առումներից մինչեւ ամենահասարակը արժանապատիվ ապրելու համար, ըստ իս վերջին 7 տարիների ընթացքում հատկապես, եթե վերցնենք մեր Գորիսի տարածաշրջանի համար, տնտեսական առումով կոլապսային կարելի է համարել, որովհետև որոշ բիզնեսներ, որոնք անգամ գտնվում էին միջազգային նշանակություն ունեցող այն ճանապարհի վրա, այլևս իրենց տնտեսական նշանակությունը ցավոք կորցրել են ու փակման եզրին են գտնվում։ Թող պատերազմ չլինի մեր ժողովուրդը, մեր երեխաները, թոռներ, ծորներ լավ ապրեն։ Էդ եմ ուզում։ Մինը խաղաղություն։ Նիկոլը չինի, ով ուզում է մենակ խաղաղություն ունի։ Լավ բան չի արել։ Առաջ շուր եկավ սենց էր, լավ էր։ Բայց հետո ուրիշ բաներ բան արես։ Գորիս քաղաքի համար, գիտեմ, ոչ մի բան չի արել, ինչ արել։ Որ ասես ոչ մի բան չի արվել, ինչ որ մի բան արել է, բայց դա աշկակապոցի է։ Ես որպես նժդեհական իմ կարծիք ունեմ։ Առաջինս իրենք մենք մեր հայրենիքը նոր անցնենք։ Իսկ հիմա Նիկոլը կլինի, ես կլինեմ, դուք կլինեք։ Հետագա իշխանությունը պետք է ունենա իր պետական մտածելակերպը։ Եթե մենք չունենանք, իսկ թվում է ամեն ինչ մենք կորցնում ենք։ Քանի որ ես բնիկ սունեցի եմ ճիշտ է։ Արդեն երկար տարի 50 տարի չեմ ապրում։ Ու հայրենիքից էլ դուրս եմ ապրում, բայց առաջինը ես որ գալիս հասնում եմ ստեղ, իմը նժդեհական։ Մեր Գորիսը ունի շատ գրողներ, գիտնականներ, բժիշկներ։ Ես հպարտ եմ, որ սունեցի եմ եւ Գորիսեցի եմ։ Ինչ արել են իրենք գիտեն ինչ են արել։ Կյանքը մեկ է, Նիկոլ Փաշինյանն է, թորները սենց է շարունակվելու էր։ Իմ համար նույնն է, ես ապրում եմ Որոտանում, ճանապարհը սարքել են Որոտանի։ Ոզմա Նիկոլին, ոզմա մայրին աբոնին իմ կյանքս նույն կյանքն է, ես ոչ մի փոփոխություն իմ կյանքից մեջ չեմ տեսել։ Փոփոխությունը քաղաքապետից եմ տեսնում, ես չեմ անում քաղաքապետը Չերեզիրյանը անում, դե տեսնում որ քաղաքապետն աշխատում անում են, դες չեմ կարող ասեմ, էլի այդ պետական մասշտաբով իրաց գործերը ոնց է, բայց դե քաղաքապետի բանն է, ձեռագիրն է, սա ասեք ինչ որ անում են։ Բայց իմ կյանքս նույնն է, ոչ Սերժի օրոքա փոխվել, ոչ հիմա է փոխվել, ոնց եղել եմ, իմ աշխատանքով ապրում եմ, դա աղջիկը։ Մարդիկ, չգիտեմ, նախկին նախագահների գուցե իրենց անձնական շահերի համար են օգտագործել լծակները, բայց ներկայիս նախագահ Ռուշարուշանյանը քաղաքի համար, ազգի համար, որովհետև տարբեր վայրերից, տարբեր մարզերից այցելություն են կատարում զբոսաշրջիկներ եւ օտարները, օտարազգի ներկայացուցիչներ։ Դա ականատես բոլորը կարող են վստահ ասել այն ամենի մասին բարձրաձայնել, որ իրոք Գորիս քաղաքը ծաղկուն է ապրում։ Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել, ես կցանկանայի, որ մեր վարչապետն նման ազնվորություն լիներ։ Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ է նա արել այս 7 տարվա ընթացքում։ Ինձ թվում է ոչ մի նոր բան չի արել, դեռ խոստացածները չի արել, ասես որ մարտի 1 հոկտեմբերի 27 պիտի բացահայտվեր անգործության մատնվեց այդ գործերը, 20 միլիարդ դոլարի մասին էր խոսվում, որ պետբյուջե պիտի վերադարձվեր, չվերադարձրվեց, ավելին ասեմ, այն մարդիկ, ովքեր պիտի պատասխանատվության ենթարկեին այդ կոռուպցիան սխեմաների բանի համար, իրանք այդպես առանձնահատուկ լավ ձևերով երկիրից դուրս եկան ու այդ պատասխանատու մարմիններով ոչ մեկ դրանով չզբաղվեց, այդ մարդիկ պրոստը գնացին այլ երկրներ ու ընդդեղից իրենց գործունեությունն են զբաղվում, նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս, ընդե տնտեսվարողների հետ կապված փոփոխություններ պիտի արվեր դեպի լավը, բայց զարմանս մեզ բոլորիս տնտեսվարողները այս բանին ամենավատ վիճակում են, հարկային դաշտում փոփոխությունները շատ վատ անդրադարձան ու գնում են դեպի վատը, այսինքն արտագաղթը մեծացնելով ունենալու ենք լուրջ խնդիրներ ստվերային շուկայում, իսկ ընդդիմադիր դաշտում էլ մինչև հիմա որոշում են, թե Նիկոլին ով է բերել ու ում դրած ուլիկն է, ով է այդ մարդուն դրել իշխանության, իրար մեջ կռվում են,
թե ով է դրա պատասխանատվությունը կրում։ Երևի այդքան։ Իսկ Գորիս քաղաքի համար ինչ որ լավ բան արել է։ Գորիս քաղաքի համար տեսնում եք էլի Գորիսը ծաղկուն քաղաք է եղել Արցախի դաշտով եւ Կապանը մեր ճանապարհները ինքը խաչմերուկ է եղել եւ առևտրային եւ առհասարակ տարբեր գոտիներով ինքը աշխուժ քաղաք է եղել այս պահին պրոստը աշխատում է զուտ այս ներքին շուկայի վրա, այսինքն ինչ-որ հյուրեր, հյուրատներ, սենց ինչ-որ վիճակ է սեզոնային աշխատանքները, կապողողակներ չկան Գորիսի հետ, ճանապարհները փակ են, իրականում դարել է կամեց էլի, սենց ճակերտավոր ասված, ինչ-որ կամեց վիճակում է Գորիսը այս պահին, բայց գորիսեցիներին կխնդրեմ, որ նաև կհորդորեմ, որ չընկճվեն, ինձ թվում է այս իշխանության փոփոխությունից ու լավ մարդ պետք է լինի մեր իշխանության գլխում, որ ինչ-որ փոփոխություններ լինի ու չընկճվեն, աշխատեն, արարեն, մեր ժողովուրդը արարող, աշխատող, հողի հետ սիրող աշխատող մարդիկ են բոլորն են ու լավ մարդիկ են բոլորն են։ Թող աշխատեն բոլորն են ու մնան այս քաղաքում, տեսնենք ինչ կլինի, ըստ դրա էլ կհասկանանք ինչ ենք անում։ Ծանր հարց է իրականում, որովհետև այն ինչ որ կատարվել է մեր երկրի հետ իրականում շատ ողբերգական է, խոսքը վերաբերվում է Արցախի իրադարձություններին։ Առաջին հերթին դա եղավ 2020 թվականի պարտությունը, որը իմ համոզմամբ նաև պայմանավորված էր իր անձով, որովհետև տեսաբանները ասում են, որ պատերազմում հաղթանակ հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջնորդը եւ զորքը ունեն նույն պատկերացումները եւ նույն ձգտումները։ Իսկ պարզում է, որ ինքը իր բերանով հայտարարեց, որ դեռևս 2018-ին ինքը շատ կուզենար Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, բայց այն ժամանակ, որ նման բան ասեր, իրեն կհալածեին եւ գահանկես կանեին։ Եվ բնականաբար այդ առաջնորդը որևէ շանս չուներ հաղթելու 2020 թվականի պատերազմում։ Եվ արդեն դրանից հետո հաջորդող իրադարձությունները Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որին հաջորդեց արդեն Արցախի հայաթափումը, բայց մեր ազգի համար պատմական ողբերգություն է։ Մենք կարող այս ժամանակակիցներս դեռևս չենք հասկանում այդ իրադարձության տված հարվածի խորությունն ու մեծությունը, բայց ինքը շատ դաժան իրադարձություն է եւ այդ իրադարձությունը տեղի է ունեցել ոչ միայն իր ժամանակում, այլ իր առաջնորդությամբ, այսինքն ինքը ոչ միայն այդ ժամանակաշրջանի Հայաստանի ղեկավարներ, այլ այդ իրադարձությունների հայաստանյան կողմից կազմակերպիչը։ Ինչ վերաբերում է իր բացասական հետևանքներին, որը հենց իր անձով է պայմանավորված, Գորիսի վրա բացասական ազդեցություն ունեցել։ Առաջինը ես կնշեի Որոտանի ճանապարհի հանձնումը, այնտեղ ընդամենը եթե մենք այսպես կոչված Google Maps-յան քարտեզից 500-ից 600 մետր առաջ ենք կանգնում միտեղ, այդ խնդիրը լուծվում էր, այսինքն դեռ չի եղել սահմանագծում եւ սահմանազատում եւ կարելի էր մինչեւ հիմա այդ ճանապարհը օգտագործել, եթե մենք ուղղակի մի քիչ առաջ կանգնեինք։ Այդ չեմ կարծում, թե այդպես ինչ որ շատ մեծ խնդիր է, հնամանավանդ որ մեր թշնամին սահմանի երկարությամբ հարյուրավոր տեղեր, ոչ թե 500 մետր, այլ կիլոմետրերով առաջ է կանգնած հիմա։ Այսինքն կամքի հարց էր, ինքը կարար ասել, քանի սահմանագծում սահմանազատում չկա, այս ճանապարհը պետք է օգտագործենք եւ ճանապարհի դուրսբերումը Գորիսի տնտեսության հարված հասցրեց, մեծ հարված հասցրեց։ Երկրորդը դե իհարկե Արցախի բլոկադայից հետո եւ Արցախի հայաթափումից հետո Գորիսը ինքը տարանցիկ քաղաք էր դեպի Արցախ եւ շատ բիզնեսներ կապված էին Արցախի հետ։ Այդ իր միանշանակ հետևանքը բացական թողեց։ Դե բայց էդի ոնց ասեմ, էդի ոչ մի բան Արցախի դիմացելի, այսինքն ես դա որպես այդպեսին խնդիր չեմ համարում, որովհետեւ դրա կողքին ունենք Արցախի կորստի հարցը եւ անհամեմատելի են, ասենք, մենք կարանք մի քիչ սոված ապրենք, բայց Արցախը պիտի մնար Արցախ։ Վարած անատամ քաղաքականությունը բարոյալքում է հասարակությանը եւ նպաստում է արտագաղթին։ Մեր իշխանությունները անընդունակ են թե ռազմական, թե դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկել, որպեսզի
Հարևան երկիրը, այս դեպքում կասեմ հարևան երկիրը, չհաբեկի իր բնակիչներին սահմանի մոտ կանգնած։ Որ գիշերը ասենք կրակում են, բան են անում, այդ ուղղակի ահաբեկչություն է։